Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» սերիալում հիմա ամեն ինչ կենտրոնացել է մեկ կետի վրա՝ Նարեի երեխայի ճակատագիրը։ Սա այն հարցն է, որը հուզում է բոլորին, թե սերիալի հերոսներին, թե հեռուստադիտողներին. արդյոք Նարեն կկորցնի երեխային։ Այս հարցը պարզապես սյուժետային ինտրիգ չէ, սա ամբողջ պատմության առանցքն է դարձել։ Այդ երեխան հիմա ոչ միայն Նարեի ու Հայկի սիրո պտուղն է, այլ նաև միակ հնարավորություն է, որ այս երկարատև թշնամանքը վերջապես ավարտվի։ Հիվանդանոցի տեսարանները լի են լարվածությամբ, Վռամը, Սոնան ու Անիկն արդեն այնտեղ են, և յուրաքանչյուրն իր ձևով է ապրում այս իրավիճակը։ Անիկը որպես մայր սարսափի մեջ է, նա տեսնում է, թե ինչպես է իր ընտանիքը հերթով քանդվում։ Սաքոյի մեղքերը, անցյալի սխալները հիմա հարվածում են իր երեխաներին։ Սոնան այստեղ շատ կարևոր կերպար է դառնում, նա անկախ ամեն ինչից գալիս է Նարեի կողքին լինելու, և հենց այստեղ է բացահայտվում այն կապը, որը հնարավոր չէ կտրել՝ քույր ու եղբայր։ Թեև կյանքը նրանց տարբեր ճանապարհներով է տարել, թեև շուրջ բոլորը լի է ստերով ու թշնամանքով, բայց այդ կապը մնում է անխախտ։ Երբ Վռամը հարցնում է ով է Սոնային ասել, որ Նարեն հիվանդանոցում է, պատասխանն արդեն պարզ է։ Արդյոք այդ մասին Սոնան կասի Վռամին, դեռ հայտնի չէ։ Սա շատ կարևոր դետալ է։ Այն ցույց է տալիս, որ Հայկը որքան էլ խառնված լինի ներսից, որքան էլ պայքարի իր զգացմունքների դեմ, չի կարող անտարբեր մնալ։ Նա գիտի, թե ով է կարևոր Նարեի համար, և նա ինքն է կապում այդ մարդկանց։ Սա արդեն խոսում է նրա փոփոխության մասին։ Հայկն այլևս այն մարդը չէ, ով միայն վրեժի մասին էր մտածում, նրա ներսում արդեն սկսում է հաղթել մարդասիրությունը, հոգատարությունը, պատասխանատվությունը, բայց մյուս կողմից Արմոն։ Նա հիմա ավելի վտանգավոր վիճակում է, նա կատաղած է։ Հայկի վերադարձը, ճշմարտության բացահայտումը, Նարեի հղիությունը, այս բոլորը խախտում են նրա պլանները։ Նա կորցնում է վերահսկողությունը, իսկ դա նշանակում է, որ կարող է գնալ ամենածայրահեղ քայլերի։ Արմոն այն մարդկանցից է, ով երբ զգում է, որ պարտվում է, սկսում է ավելի ագրեսիվ խաղալ։ Շատ հավանական է, որ նա փորձի նույնիսկ հիվանդանոցում ինչ-որ քայլ անել կամ վնասել Նարեին, կամ ճնշում գործադրել ընտանիքի վրա, ստեղծել նոր քաոս։ Սա այն փուլն է, որտեղ նա այլևս չի մտածում հետևանքների մասին, բայց հենց այս ամենի մեջ ամենակարևոր հարցը մնում է Նարեի շուրջ։ Եթե երեխան փրկվի, դա կլինի հույսի նշան։ Դա կարող է դառնալ այն ուժը, որը վերջապես կկանգնեցնի Հայկին, կփոխի Սաքոյին, կկոտրի Արմոյին, բայց եթե հակառակը տեղի ունենա, դա կարող է կործանել բոլորին։ Հայկը կարող է կորցնել իրեն ամբողջությամբ, Նարեն կարող է կոտրվել ներսից, իսկ այս պատմությունը կարող է ավարտվել շատ ավելի մութ ձևով։ Հիվանդանոցը հիմա դարձել է ոչ միայն բուժման վայր, այլ ճակատագրերի խաչմերուկ։ Այստեղ են հավաքվել բոլորը՝ անցյալի մեղքերը, ներկայի պայքարը և ապագայի հույսը։ Հարսնաձորի լեգենդը հասել է այն կետին, որտեղ ամեն ինչ կախված է մեկ բանից՝ կփրկվի արդյոք փոքրիկը, և հենց այդ պատասխանն է որոշելու այս պատմությունը կավարտվի ներողությամբ ու հաշտությամբ, թե ցավով ու պայքարով։ Իսկ մինչ կբացահայտվեն այս ու այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, միացեք մեր ալիքին, որպեսզի չկորցնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Իսկ հեռուստասերիալում իրավիճակները գնալով իսկապես էլ ավելի են թեժանում, հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են հետագա զարգացումներին։ Դեռ ոչ ոք գլխի չի ընկնում, որ դեղերը խմելուց հետո կամ սուրճից հետո Սաքոն իրեն վատ է զգում, ու ոչ ոք չի փորձում դեղահաբերը փոխել կամ հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում Սաքոյի հետ, ինչու դեղերն ընդունելուց անմիջապես հետո նա իրեն նման կերպ է զգում։ Բայց ամեն ինչ դեռ առջևում է, և հավանաբար ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան անպայման կբացահայտի, որ հենց այս ամենի հետևում կանգնած է Արմոն։ Բայց մինչ այդ Արմոն հասնում է իր ուզածին։ Արմոն այս պահին կատաղած է, քանի որ նա հասկանում է, որ Հայկը վերադարձել է, Հայկը գիտի ողջ ճշմարտությունն ու նա Նարեին հանգիստ չի թողնի, նրան մենակ չի թողնի հաստատ, անկախ այն բանից, որ Նարեն ԶԱԳՍ-ով ամուսնացած է Արմոյի հետ։ Բայց իհարկե նրանց դեռ դժվարություններ է սպասվում։ Արմոն այդքան հանգիստ ձեռքերը ծալած չի նստելու, և շատ հավանական է, որ նա ավելի կոշտ ու կոպիտ է սկսելու գործել, ինչպես Նարեի, այնպես էլ նրա ընտանիքի հարցում։ Եվ այստեղ տուժողներից մեկը լինելու է նաև Նարեի ու Հայկի համատեղ երեխան։
բայց մինչ այդ սպասվում են նոր ու հետաքրքիր զարգացումներ հեռուստասերիալի շրջանակներում։ Արդյոք կհաջողվի Լալային վերջապես իր երեխային իր կողքին ունենալու և ինչ դեր կունենա այդ ամենում Աբոյին։ Աբոյի ու Լալայի միջև գեղեցիկ սիրո պատմություն է սկսվում։ Արդեն նրանց աչքերից էլ պարզ է՝ ինչպես են զարգանալու այս հարաբերությունները և ինչպես են կարողանալու հաշտվելու այս երկու ընտանիքները, ինչպես է բռամն ընդունելու Լալային հասկանալով, որ իր թշնամու կողմն է անցել։ Ամենահետաքրքիր զարգացումներն այնպես որ դեռ առջևում են, միացեք մեր ալիքին ու բացահայտենք միասին ամենահետաքրքիրի մասին։